Երևանում բացվել է նոր կրթական հարթակ արվեստասերների համար։ Գեղարվեստական կրթության նոր ձևաչափով հանդես եկող Art-Bureau դպրոցն առաջարկում է դասընթացներ, որոնք նախագծվել են ինչպես կայացած, այնպես էլ սկսնակ արվեստագետների կողմից։ Դպրոցում միավորվում են ավանդական ու նորարարական մոտեցումները, ստեղծելով կրթության հարթակ, որն ընդունում է գեղարվեստի ժառանգությունը, սակայն չի խուսափում ժամանակակից հայացքից։ Մեր դպրոցը հիմնադրվել է 2024 թվականի վերջում, բայց իր գործունեությունը սկսել է 2025 թվականի սկզբին։ Ինչքան է կրթությունը հետաքրքիր է Իրանով, ինքը միշտ իր սահմանափակումները ունի եւ դրանով մենք որոշեցինք ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ ազատ է լինելու իր խնդիրներով եւ լուծումներով։ Դպրոցում անհատական ծրագրով հանդես է գալիս պատվավոր նկարիչ Անդրեյ Շուգարովը, արվեստագետ, ով պատրաստ է իր փորձը փոխանցել սկսնակներին ու նպատակասլաց ստեղծագործողներին։ Նկարիչը պատմում է, որ դպրոց բացելու միտք վաղուց ուներ, քանի որ սիրում է դասավանդել։ Իր աշակերտի Միքայել Թամրազյանի միջոցով միտքը ավելի արագ է զարգացել եւ կյանքի կոչվել։ Ես կլասիկ մեթոդներ եմ վերցնում, ինձ բախտայի վիճակը հրաշալի դասատուներ ունեի։ Իհարկե իրանց մեթոդները եւ իրանց ձևը դասավանդելու ես վերցրել եմ, բայց մտցրել եմ եւ մեր ժամանակակից մեթոդները։ Նկարիչը նկատում է, դասավանդելը շատ լավ եւ արագ արդյունքներ է տալիս, քանի որ հիմնականում աշխատում են որակի վրա։ Ավելի լուրջ ծրագրեր կան հետագայում, որը մենք պետք է իրականացնենք։ Այսինքն այդ պլեներ տանել, բնության հետ շփվել, որը շատ կարևոր է։ Ուսանողները անվանենք տենց ավելի մեծ փորձ կստանան եւ ավելի գրագետ կլինեն եւ մտքով եւ իրանց վարպետությունով։ Բնության գրկում ինտելեկտն ու ձեռքի աշխատանքը միասին են աճում։ Արվեստագետի ներդրումն իր մտքերն են, դասավանդման ոճն ու ինքնատիպ մեթոդները։ Սիրում է մարդկանց հետ աշխատել, չնայած դժվարությամբ է կարողանում համատեղել անհատական ստեղծագործական ընթացքն ու դասավանդման գործընթացը։ Նա առանձնացրեց իր 3 աշակերտներին՝ Սիրանուշին, Նարեին եւ ավագ ու փորձ ունեցող Ռուզաննային։ Արդեն արդյունքը երևում է դրանց։ Իրանք շատ անսպասելիորեն սկսեցին դրանով զբաղվել, բայց արդյունքը երևաց, անմիջապես երևաց։ Հետագայում ինձ թվում է, օրինակ Սիրանուշը հաստատ կդառնա նկարչուհի, որտեղ իր տվյալները համ շատ բարձր են, հետո ինքը աշխատասեր է շատ, եւ այդ դասընթացները, ինչ որ մենք անցկացնում ենք, իր համար շատ կարեւոր են։ Աշակերտներն էլ իդ չեն մնում եւ առանձնահատուկ սիրով են խոսում իրենց ուսուցչի մասին։ Սիրանուշ Մկրչյանը պատմեց, որ դպրոցի մասին սոցհարթակից է իմացել եւ նրան գրավել է հոլովակը, որում Անդրեյ Շուգարովը գալիս է արվեստանոց, մի ձեռքում մանդարին, իսկ մյուսում կտավ։ Վիզուալ այդ ամբողջ կերպար երբ տեսա, հասկացա, որ հաստատ իր մոտ եմ ուզում գնամ։ Հենց այդ պահին զանգել եմ, Միքայելի հետ ծանոթացանք, խոսեցինք։ Այդ պահին երական խումբ չկար, հետո ուրախություն ինձ Միքայելի շատ կարճ ժամանակից զանգեց ու ասաց, որ խումբը ձևավորվել է ու կարող եմ գալ։ Ծանոթության հենց առաջին րոպեներից է հասկացել, որ սա այն միջավայրն է, որտեղ ցանկանում է սովորել, ստեղծագործել։ Շուգարովը առաջին րոպեներից ինձ ճանաչեց, շատ զարմանալիորեն, հենց առաջին պահին որ մատիտը բռնեցի, արդեն հասկացա, որ Շուգարովը շատ մեծ փորձ ունի, ինչ շատ կարևոր է իր համար։ Նրա լավագույն ուսուցչի հատկանիշներից մեկը կոնկրետ կարող եմ ասել իմ բարագայում, երբ ուշադրությունը կենտրոնացնում է ստացված բաների վրա, ինչ որ հաջողվել է։ Իսկ դա ոգեշնչում է։ Հատկապես երիտասարդներին դա շատ պետք է։ Իհարկե նա հաստատ տարբերակված մոտեցում ունի բոլոր աշակերտներին, որոնք ունեն տարբեր խնդիրներ իրենց առջև դրված։ Ռուզաննա Սարուխանյանի գնահատմամբ Շուգարովը միշտ գտնում է ճիշտ ձևը, յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերելու, օգնելու, որ նրանք հասնեն իրենց առջև դրված նպատակին։ Երևի ամենակարևորը դա է։ Ինքնատիպությունը, պրոֆեսիոնալիզմը եւ ոգևորելու, թևեր տալու այդ ունակությունը մարդուն ոգևորելու, չկոտրելու, ճիշտ ուղղորդել։
Նշենք, որ դպրոցում ծրագիրը նախատեսված է արվեստագետների համար, ովքեր մտադրված են կրթություն ստանալ արվեստի համալսարաններում, էնտուզիաստների համար, ովքեր ցանկանում են ամրապնդել իրենց հիմնարար հմտությունները, ինչպես նաև նրանց համար, ովքեր փնտրում են իմաստալից կապեր ոլորտում։ Դասընթացը բաղկացած է 10 հանդիպումից, յուրաքանչյուր խմբում ընդգրկվում են 5-ից 6 մասնակից։ Մասնակցությունն ամբողջ ծրագրին արժե 60,000 դրամ, սակայն հնարավոր է գրանցվել նաև առանձին դասերի։ Դրանք անցկացվում են առավոտյան եւ երեկոյան ժամերին Երևանում, Խաչատուր Աբովյան փողոցում։ Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն ակադեմիական նկարչության ու գծանկարի համար անհրաժեշտ հստակ ու կայուն հմտություններ։